ներսից գիտեմ հապկը։ Տեսեք, հապկը 3 սուբրեգիոն է. Կենտրոնական Ասիա, Հարավային Կովկաս եւ Արևմտյան ուղղությունը՝ Բելարուսիա, Ռուսաստան։ Այս իրականում հապկը սա է Իրանից ներկայացնում։ Իհարկե կենտրոն Ռուսաստանն է, բոլորս հասկանում ենք։ Ուրեմն ինձ ճիշտն ասած քիչ է հետաքրքրում Արամ կաթողիկոսի վերաբերմունքը Էջմիածնի նկատմամբ։ Ինձ չի հետաքրքրում դա։ Ոչ թե նրա համար որ դա երկրորդական եմ համարում։ Ես համարում եմ որ դա այս փուլում, զարգացումների ներկա փուլում չի կարող կարևոր լինել։ Վարկաբեկել հայ առաքելական եկեղեցին դա նախ եւ առաջ նշանակում է զրոյացնել, չեզոքացնել, հնարավորինս նվազագույնի հասցնել Սփյուռքի Հայաստանի համար դերակատարումը։ Կրկնում եմ, հայապահպանության ոլորտում հայ առաքելական եկեղեցու դերակատարումը պետք է ընդգծել անգերագնահատելի։ Հիմա վերադառնում արդեն ձեր հարցին։ Հիմա տեսեք, նախ ինքը հապկը մեծ իմաստով, ինչքան էլ կարող է տարօրինակ թվա, այդուհանդերձ որպես ռազմաքաղաքական կառույց, կրկնում եմ, ռազմաքաղաքական կառույց, առանձնապես կայացած կառույց չէր։ Իրականում գիտեք հապկը ինչ էր։ Ես հապկի խորհրդարանական վեաժով 6 տարի 17 թվականից մինչև 19 թվական եղել եմ հապկի խորհրդարանական վեաժողովի քաղաքական հարցերի եւ արտաքին հարաբերությունների միջպետական հարաբերություններ կարծում տեցեր կոչվում հանձնաժողովի նախագահ։ Եվ բավական է լավ ներսից գիտեմ հապկը։ Տեսեք, հապկը 3 սուբրեգիոն է. Կենտրոնական Ասիա, Հարավային Կովկաս եւ Արևմտյան ուղղությունը՝ Բելարուսիա, Ռուսաստան։ Այս իրականում հապկը սա է Իրանից ներկայացնում։ Իհարկե կենտրոն Ռուսաստանն է, բոլորս հասկանում ենք։ Հիմա այս 3 սուբրեգիոնները անվտանգության տեսանկյունից որակապես տարբեր սպառնալիքներ ունեն։ Որակապես տարբեր։ Կենտրոնական Ասիայի երկրների սպառնալիքը դա ռադիկալ իսլամն է։ Եվ նարկոտրաֆիկները։ Նարկոտրաֆիկը։ Հայաստանի, այսինքն Հարավային Կովկասում, հայ-ադրբեջանական կոնֆլիկտն էր Ղարաբաղյան կոնֆլիկտը, արևմտյան հատվածը Բելարուս-Ռուսաստան, հիմնական խնդրեմը դա ՆԱՏՕ-ի դեպի արևելք տարածվելն էր։ Տեսեք, 3 սուբրեգիոն որակապես տարբեր սպառնալիքներ։ Ավելին, ոչ միայն սպառնալիքներն են տարբեր, այս սպառնալիքների հետևանքներն են տարբեր։ Եթե կենտրոնական Ասիայում ենթադրենք ռադիկալ իսլամին իսլամ հաջողություններ անունար, ապա լավագույն դեպքում կամ վատագույն դեպքում ոնց ուզում եք ասել, այդ երկրներում իշխանափոխություն տեղի կունենար։ Բայց պետությունները որպես այդպեսին կպահպանվեին։ Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտի պարագայում սպառնալիքի տակ էր գնում Հայաստանի պետականության ընդհանրապես։ Հասկանում եք։ Իսկ Բելարուսի այդ հատվածում նրանք էլ ուրիշ խնդիրներ են, հետևանքներն են ուրիշ։ Այսինքն այս 3 սուբրեգիոնները, պետությունները ամեն մեկը իր դարդով էր, իր ցավն ուներ եւ փորձում էր այդ ցավի մեջ տապակվել։ Եվ հարևանի Հայաստանի խնդիրն իրեն բացարձակապես չէր։ Ինչպես նաեւ մեզ չէր հետաքրում Ղրղստանի ու Տաջիկստանի կոնֆլիկտը։ Մեզ չի հետաքրքրել, եկեք ռեալ լինենք։ Նրանց չէր հետաքրքում հակամարտության պարագայում, ասենք թե Ադրբեջանի ու Հայաստանի միջև կոնֆլիկտը։ Ինչպես մեզ չէր հետաքրքում նաեւ Ռուսաստան, Բելարուս, Արևմուտքի հետ հարաբերությունները, հասկանում եք, այսինքն մեր վերլուծաբաններից, որի հանդեպ ես մեծ հարգանք ունեմ, Ալիկա Իսկանդարը մի անգամ հոյակավ բանաձև ընտրեց։ Ասես, դեսեք հապկը նման է ռուսեն ասում կալիսո без опыта։ Центр есть, спицы есть, а вот опыта դրանք միացնող օղակը չկար։ Այսինքն կոլեկտիվ անվտանգություն որպես այդպեսի գոյություն չի ունեցել երբևէ։ Ցավոք սրտի։ Եվ այն պայմաններ առավելս եթե փորձենք վերցնենք հապկի
պայմանագիրը նայենք, ապա մենք կտեսնենք, որ այնտեղ իրավական առումով լուրջ իրավական բովանդակության տեսանկյունից առումով լուրջ երաշխիքներ անդամ պետությունների միջև անվտանգության ոլորտում դուք չեք տեսնի։ Կան ձևակերպումներ, որոնք ավելի շատ կարող վերագրեք ցանկություն, մտադրություն կամ հնարավորություն, բայց ոչ պարտադրանք։ Սա շատ էական նշանակություն ունի։ Եվ եթե դրան ավելացնես, որ կենտրոնական Ասիայի երկրների մեր խնդիրները այնքան հեռու էին իրանց համար, ինչքան իրանց խնդիրները մեզ համար, ապա շատ պարզ է, չէ՞, հասկանալի է, ինչու մեր խնդիրների շուրջ վրանց վերաբերմունքը պետք է լինի շատ մակերեսային։ Այսինքն, տեսեք, վերաբերմունքը մենք կարող ենք քննադատել նրանց, ասենք դուք դաղալ եք եւ այլն, ինչ ուզում եք ասեք, բայց փաստը մապա սա է իրողությունը։ Արդյունքը տեսեք ինչ է բերեց։ Բոլորին վերջերս Տրամպը իր մոտ էր հրավիրել կենտրոնական Ասիայի 5 ղեկավարներին, չէ։ Մի հանդիպմամբ ամբողջ ռեգիոնը վեցի վերահսկողության տակ։ Սա է խնդիրը։ Հասկանում եք, այ Ռուսաստանը սա չի գիտակցում։ Կամ եթե գիտակցումը չի տեսնում այս ամենի դեմը առնելու լուրջ ինստիտուցիոնալ կարողություններ։ Ոմանք ասում են, գիտեք, իշկա Ռուսաստանը հիմա գլուխը խառնում Ուկրաինա, ես դա չեմ մերժում։ Բայց եկեք ռեալ լինենք։ Ռուսաստանը իր ռազմավարական գործընկերների նկատմամբ եղել է հրապուրիչ։ Այնպես ինչպես հիմա տեսեք, Միացյալ Նահանգները միանգամից ընդհանրապես մի հանդիպում եւ ասում է, գիտեք, ասում անվտանգության ոլորտում դուք խնդրեմ չունեք, նոր տեխնոլոգիաների ոլորտում խնդիրներ չունեք, բայց պայմանը մեկն է։ Ձեր ընդերքը ինձ համար պետք է լինի մատչելի, հասանելի։ Տրամպն է ասում։ Ինչու՞։ Որտեղ Տրամպը շատ լավ հասկանում է, որ հիմա, որովհետեւ ինքը կարողանա իր ազդեցությունը ամբողջ աշխարհում պահպանի Միացյալ Նահանգները, այն մագայի քաղաքականության իմաստը որն է, առաջ դարձնենք Միացյալ Նահանգները էլի հզոր, չէ՞։ Որս ինքը այդ նպատակին հասնի, ինքը պետք է տիրապետի բոլոր ժողովուրդների հարստացման աղբյուրներին։ Հասկանում եք, ինքը պետք է տիրապետի, ասում է, որպեսզի ես դա անեմ, ինձ նախ եւ առաջ պետք է դառնամ տնտեսական առումով, իսկ այսօր բարձր որ տեխնոլոգիաների ոլորտ, արհեստական ինտելեկտիվ, այլն դրանք ամենակարևոր բնագավառներն են, որոնք քեզ հնարավորություն են տալիս ապահովել ոչ միայն ռազմական, այլև նաեւ տնտեսական ազդեցություն աշխարհով մեկ։ Դրա համար է ինքը Միացյալ Նահանգները Չինաստանի հետ արճակատվում, հակադրում։ Գիտեք, օրինակ շատ քչերը գիտեն, որ Չինաստանը այդ հազվագյուտ մետաղների, որոնք օգտագործվում են այդ չիպերի արտադրության, այսինքն բարձր տեխնոլոգիական սարքավորումների արտադրության մեջ, հազվագյուտ մետաղների հանքերի, ինչպես նաև դրանց հիման վրա արտադրական կարողությունների, պոտենցիալի համաշխարհային մոտ 80%-ը չինացիներն են վերահսկում։ Տրամպը սրա չի հաշտվում։ Տրամպը ասում է, լսեք, ցանկացած պետություն, ուզում եք լավ ապրեք, խնդիր չունեմ։ Ձեր լավ ապրելու, այսինքն հարստանալու աղբյուրները ես պետք է վերահսկեմ ու ինձ այդ լավ եղեք, ես կտեսնեք ոնց ինչքան լավ կապրեք։ Սա է իմ անում Տրամպը։ Ռուսաստանը երբեք իր առջև sense խնդիրներ չի դրել։ Ոչ միայն ուկրաինական հակամարտության պայմաններում, այլև միջև այդ։ Հասկանում եք։ Ավելին ես ասեմ, Ռուսաստանը նույնիսկ չունի սեփական փափուկ ուժի կոնցեպտը։ Հասկանում եք, իսկ հիբրիդային այս պայմաններում, հակամարտությունների պայմաններում փափուկ ուժը ամենալուրջ գործոնն է պետությունների միջև հարաբերությունները ապահովելու։ Տեսեք, չինացիները ինչպիսի հաջողությամբ են այդ խնդիրները լուծում։ Ամբողջ գլոբալ հարավը ըստ էության գտնում է Չինաստանի ազդեցության տակ, աֆրիկյան պետություններ, լատինամերիկյան երկրներ, որովհետև ինքը ոչ մեկին ոչինչ չի պարտադրում։ Ինքը ասում է, ես ձեզ այնպեսի առաջարկ կանեմ, որ դուք չեք հրաժարվի այդ առաջարկից, դա բխում է ձեր շահերից։ Չիլի խաղողականության ափում ինքը կառուցեց մի հատ գեր ժամանակակից պորտ, անունը հիմա չեմ կարող ասել։ Եվ դրանով Չիլին դարավ տարածաշրջանի այդ Լատինական Ամերիկայի ամենակարևոր խաղացողներից մեկը, որտեղ բոլորը սկսեցին հասկանալ, եթե իրենք ապրանք ունեն արտահանելու դեպի հարավ-արևելյան Ասիայի երկրներ, ապա ամենակարճ ճանապարհը կլինի Չիլի այդ պորտով
դուրս գալ խաղովկյանոցով գնալ հասնել Չինաստան, Ինդոնեզիա կամ որտեղ ուզում եք։ Այսինքն Բրազիլիայի համար, Արգենտինայի համար, Բոլիվիայի համար, բոլորի համար Ուրուգվայի համար Չիլին դարձավ ամենակարևոր գործընկերներից մեկը։ Խնդրեմ, հիմա ինչու՞ պետք է Չիլին դեմ լիներ չինական նման առաջարկին, չէ՞։ Հասկանում եք, չէ՞, ես ինչ եմ ուզում ասեմ։ Այս սա է խնդիրը։ Հիմա այս պայմաններում անկեղծ պետք է ասեմ, իհարկե ես գտնում եմ, որ հայ-ռուսական հարաբերությունները որևէ պարագայում չի կարելի փչացնել, բայց մենք վերբեռնման անկեղծ իրար հետ զրուցելու անհրաժեշտություն ունենք։ Եթե հայ-ռուսական հարաբերությունները Պերեզագրուսկայի չենթարկվեցին, ապա ոչ բան չի ստացվել։ Գիտեք ինչ է ես նկատում, մենք խոսում ենք Պերեզագրուսկա։ Օրինակ, ես այդպիսի զրույց ունեցել եմ Հապխորհրդարանական վեաժողովի շրջանակներում, նաև ղեկավար կազմի հետ։ Ես ասում եմ շատ պարզ բաներ։ Մենք ռազմավարական գործընկերներ ենք, այո թե ոչ։ Իհարկե։ Լավ։ Այդ դեպքում հարց։ Դուք մեր ողերին թշնամիների հետ, թե արևելքից, թե արևմուտքից, բավականին ջերմ հարաբերություններ եք ձևավորում։ Ադրբեջանը նույնիսկ ռազմական բնույթի։ Ես ասում եմ, մենք կարող ենք հանգիստ նայել դրան, որովհետև ենթադրում ենք այդ կերպ ձեր ազդեցությունը անհրաժեշտության դեպքում նրանց վրա կլինի մեծ։ Բայց այդ դեպքում եկեք համաձայնենք, որ մենք էլ ձեր ռազմավարական որպես գործընկեր նույնպես պետք է իրավունք ունենանք ցանկացած երրորդ երկրի հետ հարաբերություններ ձևավորել, այդ թվում նաև ռազմաքաղաքական, բայց պայմանը պետք է նախապայմանը մեկ լինի։ Այդ հարաբերությունները ինչպես ձեր ձևավորած, այնպես էլ մեր ձևավորած հարաբերությունները երրորդ երկրների հետ չպետք է կառուցվեն իրաշիվ մեր եւ ձեր անվտանգության։ Սա է բանաձևը ռազմավարական գործընկերությունի։ Եթե դուք առաջնորդի հետ այն թեզով Արմենիան всё եկուտը ձեցը կամ Հայաստանը դա մեր ֆորպոստն է, կներեք, դա ռազմավարական գործընկերություն չէ։ Իր էությամբ։ Այս սա է, որ մենք խարխլվել է։ Ընդ որում թե մենք, թե Ռուսաստանը առանձնապես կարևորություն չի տվել դրան։ Հիմա սկսել են մտածել այդ մասին, խոսում են այդ մասին։ Ռուսական վերլուծական միտքը սկսում է քննադատել նաև քաղաքական կուրսը, թե ինչու մենք պետք է զիջենք մեր ազդեցությունը դիրքերը Հարավային Կովկասում։ Ես մի անգամ առիթ եմ ունեցել ասեմ, չնայած իմ գործընկերները Ռուսաստան առանձնապես չկիսեցին իմ այդ կարծիքը, բայց ես ասում եմ, որ ձեր ռազմավարական պարտությունը ոչ թե Ուկրաինից է սկսվել այստեղից։ Որ ռուսական քաղաքական ղեկավարություն դա պետք է ունենա։ Հետևաբար ես կտրականապես դեմ եմ Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելուն, այդ թվում նաև հապկից։ Եթե հապկը կենսունակ չի, պետք չի առաջ գնալ։ Ինքն իրան կքանդվի, մենք էլ հանգիստ դուրս կգանք։ Եթե հապկը կենսունակ չի, հասկանում եք, պետք չի ձերը սալից, ոնց է, սալը ձերից առաջ դնել, հասկանում եք, չէ՞։ Եթե կենսունակ է, ինչու չօգտվենք այդ հնարավորությունից։ Եթե կենսունակ է։ Ես ներկայացրեցի հապկի վերաբերյալ վերաբերմունքը, եթե հապկա անդամ պետությունները խիստ կասկածում եմ, որ այլևս հապկը նրանցից որևէ մեկի համար պահանջարկված է։ Խիստ կասկածում եմ։ Հասկանում եք։ Դրա համար ես մնում եմ այն կարծիքին, որ հապկին անդամակցել ենք ժամանակին, դեռ 92 թվականին, ոչ թե դրա աշխարհաքաղաքական կարևորությունը մեզ համար գնահատելով, այլ համոզված լինելով, որ մենք դրանով նպաստում ենք Ռուսաստանի հետ խորհրդային տարածքում իր ռազմական, քաղաքական, տնտեսական ազդեցություն ամրապնդելուն, որում մենք շահագրգռված ենք, որտեղ մենք միասին համցանում ենք ռազմավարական գործընկերներ։ Եթե այս ռազմավարական գործընկերության կոնցեպտուալ առումով խոցելի է, ապա ոչ մի բան չի օգնելու։ Ոչ մեզ, ոչ իրենց։ Հետաբար ես գտնում եմ պետք չի Ռուսաստանի հետ հարաբերությունը փչացնել, արեստացին է հապկից դուրս գալու օրակարգը, ոչ մի բան մեզ չի տալի, կրկնում եմ, եթե հապկը կենսունակ չի, ինքն իրան այդ բանը տեղի կունենա, հասկանում ես։ Եվ երրորդ, եթե մենք կարող ենք բոլորի հետ հարաբերությունները պետք է մենք ես նոր քիչ նկարագրում եմ, թե մենք ինչ վիճակում ենք տարածաշրջանում։ Հետաբար մենք ցանկացած թե հյուսիսի, թե հարավի, թե հեռավոր արևելքի, թե հեռավոր արևմուտքի հետ մենք պետք է նորմալ միմյանց շահերով պայմանավորված, միմյանց շահերը ճանաչելու իման վրա, բնական շահերը, կենսունակություն ապահովող շահերը ճանաչելու իման վրա, մենք հարաբերություններ ձևավորենք։ Եվ այդ տեսանկյունից Ռուսաստանը
մեր թշնամին չէ, բացարձակապես, ռուսներն էլ մտածելու բան ունեն, կրկնում եմ, նրանք էլ կանգնած են Հայաստանի հետ իրենց հարաբերությունները, ընդհանրապես Հարավային Կովկասում իրենց դիրքերը ամրապնդելու կամ վերականգնելու առումով Հայաստանի հետ իրենց հարաբերությունները վերաիմաստավորելու անխուսափելի անհրաժեշտության առջև, բայց եկեք նպաստենք դրան, մենք պետք է մեր քայլերով բերենք, որ եկեք նստենք անկեղծ զրուցենք, ես արդեն զրույցի թեման ներկայացրեցի, սա է ես կարծում եմ Շատ բարի, պարոն Հարությունյան, եթե թույլ կտայիք վերջին հարցը, չնայած մեր ժամանակը արդեն սպառվել է, բայց այնուամենայնիվ վերջին հարցս կխնդրեմ։ Կարծես թե նորություն չէ հայ եկեղեցու նկատմամբ, այսպես ասած, պարակտումները, բայց այնուամենայնիվ ձեր կարծիքով չէ, որ մինչ ներկայիս իշխանական համակարգի ցուցաբերած վերաբերմունքը եկեղեցու նկատմամբ, այնուամենայնիվ նաև այլ ուժեր, մասնավորապես օրինակ Արամ կաթողիկոսը հայ, եթե նաև դրան ներշ բերենք, նրա կողմից դրսևորումները հայ, եթե պատմական էքսկուրս անցկացնենք, ձեր գնահատականը ներկայացված այս հարցի շուրջ, ինչպիսին է։ Ուրեմն ինձ ճիշտն ասած քիչ է հետաքրքրում Արամ կաթողիկոսի վերաբերմունքը Էջմիածնի նկատմամբ։ Ինձ չի հետաքրքրում դա։ Ոչ թե նրա համար որ դա երկրորդական եմ համարում։ Ես համարում եմ որ դա այս փուլում զարգացումների ներկա փուլում չի կարող կարևոր լինել։ Նույնիսկ չի կարող դառնալ առարկա հղում կատարելու համար։ Օբյեկտ հղում կատարելու համար, ես այդպես եմ մտածում։ Երկրորդ ու ամենակարևորը հայ առաքելական Սուրբ եկեղեցին ազգային եկեղեցի է։ Այսինքն դա ցանցային ամբողջ աշխարհասփյուր հայությանը միավորող կարևորագույն եկեղեցին է, կարևորագույն ինստիտուտն է։ Միշտ է այդպես եղել, իսկ հիմա առավել ևս։ Հետևաբար վարկաբեկել հայ առաքելական եկեղեցին դա նախ եւ առաջ նշանակում է զրոյացնել, չեզոքացնել, հնարավորինս նվազագույնի հասցնել Սփյուռքի Հայաստանի համար դերակատարումը։ Կրկնում եմ, հայապահպանության ոլորտում հայ առաքելական եկեղեցու դերակատարումը պետք է ընդգծել անգերագնահատելի։ Սա ակնհայտ է, ոչ ոք չի կարող հակառակում համոզել որևէ մեկին։ Հետևաբար եկեղեցու դեմ այդ բոլոր հիմնավորումները փաթեթավորումը, ինչպիսի փաթեթավորում է որ դուք ուզում եք ներկայացրեք, եկեղեցու դեմ ցանկացած ոտնձգություն, դա նշանակում է Հայաստանի պետականությանը խարխլելուն ուղղված ոտնձգություն։ Սա ակնհայտ է։ Եվ վերջին հաշվով գիտեք, եկեղեցին հոգևորականներն են։ Եկեղեցին շենքերը չեն։ Եթե դուք վարկաբեկում եք վեհափառին, վարկաբեկում եք եպիսկոպոսատ դասը, բանում եք դուք վարկաբեկում, եթե ոչ եկեղեցուն։ Ինչ է նշանակում ես մոլի հավատացյալս, եթե հավատացյալ եք, առավելևս ձեր պարոն Փաշինյան, ձեր հնարավորությունների շրջանակներում դուք վաղուց հնարավորություն ունեք նույն եկեղեցու վեհապարի հետ հանդիպել եւ փակ դռների հետևում քննարկել պետություն եկեղեցի փոխհարաբերությունների առանձնահատկությունները։ Ով էր ձեզ խանգարում։ Կրկնում եմ, մենալ ձեր հնարավորություն ես նկատում որոշում կայացնել եւ տարածքում ազդեցություն թողնել առումով ով էր խանգարում։ Ոչ ոք, ուղղակի դուք այդ մտադրությունը չունեիք։ Իսկ հիմա վեհապարը ինչպիսին է, բան դա իրենց խնդիրն է։ Դուք դա օգտագործում եք ըստ էության վարկաբեկելու եւ եկեղեցին եւ մի շատ կարևոր հանգամանք քրիստոնեություն առաջին ընդունելը մեզ համար բրենդ էր, այցեքարտ էր։ Դուք հիմա դա եք, այդ այցեքարտն եք չեզոքացնում, ոչնչացնում, դարձնում սովորական պատմական իրադարձություն, սովորական ադելավա։ Նրանք էլ են արել, օրինակի համար, հասկանում եք։ Մինչդեռ քրիստոնեությունը առաջինը որպես պետական կրոն հռչակելը մենք միշտ բոլոր ժամանակներում օգտագործում ենք որպես առանձնահատուկ ազգ լինելու ոչ թե գերակա դիրք ունեցող, այլ մեր հոգևոր ժառանգությունը ճանաչելու եւ հարգելու գործոն։ Ես ինքս եղել եմ Հայաստանում քրիստոնեության պետական կրոնի հաստատման 1701-ի տոնակատարության ղեկավարը։ Ինձ համար սրանք երկրորդական հարցեր չեն, որտեղ մենք այն ժամանակ բաց խոսում էինք, որ մենք 1701-ը նշում ենք որպես առիթ
միջազգային հարուրությանը սեփական բազմածալք կրոնական հոգևոր ժառանգությամբ ներկայանալու համար, որը մեր այցեքարտը պետք է լիներ։ Հասկանում եք։ Հիմա այս ոտնձգությունները դրանք ուղղակի մեղմ ասած հայանպաստ որևէ հիմնավորմամբ չեն կարող համարվել։ Որևէ հիմնավորմամբ։ Եվ գիտեք, ինձ հետաքրքիր չի, թե ով դրսում ինչպես է մտածում։ Ինձ դա բացարձակապես չի հետաքրքրում։ Ես գիտեմ մի բան, որ հայապահպանության ոլորտում եկեղեցին եղել է, կա ու կմնա միակ ամենաառանցքային ազգային ինստիտուտը։ Եվ այդ ազգային ինստիտուտի նկատմամբ պետք է, եթե ուզում եք հոգատարություն, փայփայանք, գուրգուրանք, այս ինստիտուտի նկատմամբ պետք է լիներ այդ գուրգուրանքը, որի մասին ինքը խոսում է խաղաղության հետ կապված։ Նիկոլ Փաշինյանը, հասկանում եք։ Սա անընդունելի է։ Եվ մի միտք էլ ձեզ ուզում եմ ներկայացնել ձեր լսարանում։ Միգուցե դուք ճիշտ եք, մեր զրույցը երկար ստացվեց, բայց դա հիմա ամեն անգամ չի վեր, հաճախ չեմ գալիս ձեզ մոտ, էլի։ Տեսեք, բոլորին վերջերս իմ գործընկերներից մեկը Facebook-յան գործընկերներից մեկը շատ հետաքրքիր մի հատ վերլուծություն էր հղում կատարում, դա ամերիկյան վերլուծաբաններից մեկն էր, որը փորձում էր ուսումնասիրել, փորձ է կատարել ուսումնասիրել, թե գլոբալ աշխարհում ազդեցությունների քաղաքական, տնտեսական, ընդհանրապես ազդեցությունների ինչպիսի հիերարխիա կա։ Պարզվում է այդ ուսումնասիրությունը դա է ցույց տալիս, որ ամենաազդեցիկը գլոբալ աշխարհում դրանք շեյխերն են, միապետները, հարուստ միապետները։ Պարզվում է նրանց մտքին ինչ անցնում է անում են, իրանք հասնում են շատ բաների։ Երկրորդ հորիզոնականում ազդեցությունների տեսանկյունից, ազդեցության տեսակետից, գլոբալ ազդեցության, աշխարհի վրա ազդեցության Վատիկանն է։ Ամենաազդեցիկ կառույցներից մեկը, բայց երրորդն է շատ հետաքրքիր։ Երրորդ հորիզոնականում հրեական եւ հայկական լոբիստական կազմակերպությունները, թուրքյան կառույցներն են։ Հիմա հարց. եթե այս պետության ղեկավարը ուզում է իր արտաքին սպառնալիքների չեզոքացնել արդյոք բարեկամներ ձեռք բերի, ոնց կարելի է չօգտվել Սփյուռքի հնարավորություններից։ Կարող եք ինձ ասել։ Իսկ մենք ինչ ենք անում, մեզ Թուրքի ներկայացուցիչներին նույնիսկ արգելում ենք Հայաստան մտնել։ Չէ՞։ Եթե դուք մտածում եք ներդրումներ ներգրավել Հայաստան, ոնց կարելի է մերժել Սփյուռքի հետ համագործակցությունը, որում եկեղեցին ունի կարևորագույն դերակատարում։ Ինչու՞։ Հետևաբար թույլ տվեք ասել, որ այս քայլերը եւ ձեր մտադրությունները երբ ոչ մի կապ չունեն։ Մտադրությունները դեկլարացիա է, քայլերը իրականում բոլորն այլ մտադրություն են փորձում իրականություն դարձնել։ Ես այդ ինքը ունեմ մտածելու այդպես։ Ես այն պետական գործիչն եմ, որը կանգնած է եղել անկախության ակունքներում, ձևավորման ակունքներում։ Դրա համար այս ամեն ինձ համար հենց նույն զրույցներ չեն, հավատացնում եմ ձեզ։ Մենք իրավունք չունենք պատմական այս հնարավորությունը, անկախ պետականություն ձևավորել այս հնարավորությունը, ցարքուցրիվ անենք, փոշիացնենք, խոսում ենք ինքնիշխանության մասին, Ղարաբաղը տվեցինք, ավելի դարձանք ինքնիշխան, այդ ինքնիշխանության շրջանակներում մնանք Եվրոմիություն, փորձեք ծանոթանալ Եվրոմիության հիմնական փաստաթղթերին։ Եվրոմիության անդամ պետությունները շատ կարևորագույն հարցերում անվտանգություն, մաքսային ծառայություն կամ հարկային քաղաքականություն, ֆինանսաբյուջե, նրանք իրենց ինքնիշխանությունը զիջել են Եվրոմիության վերազգային կառույցներին։ Այնպես որ եթե դուք պատրաստ եք խոսում եք ինքնիշխանության մասին, այդ դեպքում չեք գնում Եվրոմիություն։ Ես ինքս եղել եմ Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահը։ Ինձ համար քրիստոնեա-դեմոկրատական արժեքները, քաղաքական արժեքները շատ կարևոր են, իսկ դրանք եվրոպական արժեքներ են։ Հասկանում եք, վերջնաշով հետ պատերազմյան Եվրոպան ոտքի է կանգնել ի շնորհիվ քրիստոնեա-դեմոկրատական քաղաքական մտքի։ Սոցիալական պետություն, սոցիալական շուկա, ազատ մրցակցություն, գնագույց, հազար մի հարցեր կարող են, այդ թվում նաև անվտանգության ոլորտում, էկոլոգիայի նվիրված, քաղաքականության հարց։ Ինձ համար Եվրոպան, մի առիթով ես մեր գործընկերներ եմ ասել, շատ տեղերում մենք որ գնում ենք եվրոպական շատ երկրներ լիաննա, շատ բաներ մեզ անծանոթ է, բայց խորթ չէ։
Սա է տարբերությունը։ Մենք արևելյան երկրներ որ գնում ենք, եւ անծանոթ է, եւ խորտ։ Իսկ Եվրոպայում միայն անծանոթ է, բայց խորտ չի, որտեղ դա մեր բնորանն է։ Հետևաբար ոչ թե մերժել եվրոպական ուղղությունը կամ փորձել դա գերակադարձնել մնացածի նկատմամբ։ Այդ պետք է 17 թվականին ստորագրվեց փաստաթուղթ Եվրոմիության հետ համապարփակ ընդգրկում համագործակցության մասին ՍԵՊԱ-ը կոչվում։ Խնդրեմ այդ ՍԵՊԱ-ի քայլերը ՍԵՊԱ-ով նախատեսված 17 թվականին Սերժ Սարգսյանի կառավարությունն է ստորագրել։ Հենց ինքը կարծում Սերժ Սարգսյանն է ստորագրել։ Խնդրեմ դրանով գնացեք առաջ։ Գնացեք առաջ։ Դարձեք Եվրոպայի հետ նախ եւ առաջ վստահելի ինստիտուցիոնալ առումով վստահելի գործընկեր, ապա հետո կյանքը ցույց կտա։ Ինչա տեղի ունենալու մեր հարաբերությունները։ Սա է ճիշտը։ Պետք չի։ Սա էլ ձիերից առաջ տանել։ Շատ բարի։ Պարոն Հարությունյան, դες անչափ շնորհակալ ենք մեր տաղավար հյուրընկալվելու եւ հետաքրքիր հարցազրույցի համար, իսկ մեր հետևորդներին հիշեցնենք, որ Իրավունք TV-ի տաղավարում այսօր հյուրընկալել էինք Հայաստանի Հանրապետությունում 92-ից 93 թվականների վարչապետ Խոսրով Հարությունյանին։ Ցտեսություն։